Պատգամավորների ստացած պարգևավճարների մասին չի խոսքը, նաև գործադիր իշխանության պարգևավճարների մասին է։ Դուք ինչ չեք տեսել, ուզում հասկանամ, ես Տիկին Ջեբեջյանն էի խոստվել հարցազրույցում, դուք էքսկլյուզիվը փչացնում եք երեխաներ։ Պարոն Սիմոնյան, տեսեք, խորհրդարանական կառավարման երկրում ենք, պատգամավորները ինչպես իմացան 3 միլիոնական պարգևավճարներ են ստացել, բայց կառավարությունում 6-7 միլիոն պարգևավճար են ստացել։ Նախ այս հակասությունը ոնց եք մեկնաբանում, չկա խանդ, նախանձ, որ խորհրդարանական կառավարման երկրում կառավարության անդամներն են այդքան միլիոններ իրեն ստանում։ Ես միայն լրագրողներին եմ նախանձում, մեկ-մեկ, որովհետև ոչ մեկս չգիտենք, թե լրատվական կայքերը որտեղից են ֆինանսավորվում, չգիտենք մեր լրագրողները ով ինչքան աշխատավարձ է ստանում, բայց իրենք 4-րդ իշխանության ներկայացուցիչներն են, այդ առումով մենակ լրագրողներին եմ նախանձում, եթե ճակերտավոր պարզ է, ինչ վերաբերում է մնացածի, ես այդ հարցին պատասխանել եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը որ տրվում է համարեք կես-կես։ Պարոն Սիմոնյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը պատգամավոր ժամանակ օպերատորներ ջան խնդրեմ կամացել։ Պատգամավոր ժամանակ Նիկոլ Փաշինյանը այսպես հողորտում էր, ձայնի տոնը բարձրացած, ասում էր մեր բաները, թոշակառուները, մեր մարդիկ աղքատները 200,000 են կազմում, հացին կակա են ասում, տարիք տվեք թոշակառուներին այդ թոշակը, հիմա ձեր կառավարությունը, կառավարության նիստն վարչապետը, ասում է ազգային ժողովում էլ ամբյոնից ասես 10,400 դրամ էլ որ բարձրացնենք, դա կենսա թոշակառուների կյանքում բան չի փոխելու, ով որ 25,000 ջերուսման փող է տալու, 35,000 է տալու, էլի չի տաքանալու, այդ ո՞նց եղավ որ Սերժ Սարգսյանի իշխանությունից դուք ասում եք, հələ փողը տվեք մեր տատիկ պապիկներին, բաներ են, նիսյաների ցուցակները ավարտի հարցը հասկացանք, ավարտի հարցը։ Դե այդ ո՞նց եղավ որ այն ժամանակ։ Այդ ո՞նց եղավ, հարցը ո՞նց եղավ։ Հիմա տատիկ պապիկները էլ են տատիկ պապիկները, չէ՞։ Ավարտեցիր։ Այն մարդիկ, ովքեր որ պետք են տատիկ պապիկների աշխատավարձները բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արեստավարժ լինեն։ Դա մեկ։ Երկրորդը այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետք է մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրս աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավորի աշխատավարձների եւ պետական հիմնարկների աշխատավարձների մեջ, կտեսնեք, որ մարդը կնախընտրի շատ ավելի շուտ գնա աշխատի մասնավորում, ազատ մնա այս տեսախցիկների քանակից, նման հարցերից եւ չգիտեմ տարբեր տեսակի մեղադրանքներից։ Ես կներեք դուք անդադ խանգարում եք, լրեք, եթե չէ նոր իրար հետ խոսում եք, մի խանգարեք, հարցին եմ պատասխանում ձեր գործընկերոջ։ Եվ վերջի վերջո հենց այս կառավարությունը, հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Այնպես տպավորությունն է, դուք այնց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այտենց այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարցը, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց, ազատության Կարլենը։ Բայց աստղաբաշխական թվերը։ Իսկ դուք գիտեք ազատությունը ինչքան են ստանում լրագրողները, աստղաբաշխական գումարներ։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ Հանրային միջոցների, պարոն Սիմոնյան,
ծրագրային դու այն մնացածը որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում։ Ուրեմն ֆիքսեք, պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ֆիքսեք, աշխատավարձը այդքան է։ Ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջի վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս, սկսեք ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, հիմա ձեր թափանցիկությունից սկսեք։ Այլ հարց։ Լրագրողների մասին էլ կան։ Ես իրան եմ խոս տվել, իր հարցերին պատասխանեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, Հիշեք։ ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան Իսկ ով որոշ, ով ասել, ով ձեզ թույլ տվել դուք այդ ՕԳԳ-ն դասեք։ Դուք որպես քաղաքացի կետակ այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, մարդ էլ կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Հիմա խենք է մենք դա քննարկում։ Տեսեք, Նազելի Բաղդասարյանը դուք էլ քիչ առաջ վկայակոչեցիք խաղաղություն բերելու փաստարկը, որ խաղաղություն եք բերել եւ այլն, ու դա համարում եք արդյունավետություն, որի համար կարելի է պարգևատրվել։ Չէ, ես տենց բան չեմ ասել։ Նազելի Բաղդասարյանն ասել է։ Ես Նազելի Բաղդասարյանը չեմ։ Ես Նազելի Բաղդասարյանի խոսնակը չեմ նույնիսկ։ Ասեք ինչի համար պիտի պարգևատրվի։ Ես չեմ, դուք չեք լսում, երբ որ ես խոսում եմ։ Աշխատավարձ։ Չէ, մի րոպե։ Դուք չեք լսում, որ խոսում եմ։ Լսում եմ շատ ու շատ։ Մարդիկ ստանում են, ուրեմն լսեք, աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է, մինչև հենց նոր ձեր գործընկերոջը պատասխանեցի, մինչև օրեսդրորեն դա կձևակերպենք, այդքան բան։ Դուք վերահսկող գործառույթ ունեք նաև գործադիրի նկատմամբ ու գործադիրի անդամները, այդպես ես պիտի երկրորդեմ, աստղաբաշխական թվերով պարգևատրումներ են ստանում, որտեղ 7-8 միլիոն, 6 միլիոնը դրանք իսկապես ահռելի գումար են մեր տիպի աղքատություն ունեցող երկրի համար։ Հիմա դուք չպիտի հաշվետվություն պահանջեք կառավարությունից, այդ միլիոնները ինչի համար եք ստացել։ Ես այդ քննարկմանը համարում եմ, որ չէ, խաղաղության համար չենք ստանում։ Խաղաղության համար չենք ստանում։ Ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար։ Դուք ասում եք խաղաղություն, ես ուրախ եմ, որ դուք որպես խաղաղությունը որպես ամենալավ ձեռքբերում այնուամենայնիվ արձանագրում եք, դա ինձ ուրախացնում է։ Բայց դա մարդկանց աշխատավարձն է, ինչ է այդպես չի, մի վիճեք հետս։ Դա մարդկանց աշխատավարձ է։ Դուք ինչի համար եք, դուք մենք այ ձեր խնդիրը կանում է նրանում, որ դուք կորուստը ենթադրում եք, որ կարելի է փողով հաշվել։ Փողով կորուստը չեք հաշվի։ Դուք արի չբանավիճենք, հարգելի լրագրող, արի չբանավիճենք, բայց պետք չի, դա լեզվամտածելակերպ է։ Այսինքն կորուստները մտածում ես պահում անեինք 44 օրյա պատերազմի համար, այս ի՞նչ դրամաբան, այս ի՞նչ ես ասում։ Հարգելիս, մենք չենք պարգևատրել, 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար, բայց վերջին անգամ եմ ասում։ Ուրեմն 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար եւ մեր հեռուստադիտողների համար։ Նախարարների աշխատավարձն է։ Ուզում ես եւս մի քանի պաշտոնյայի անուն դուր։ 4-րդ անգամ կրկնում եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ուրեմն 5-րդ, ես 5 թիվը շատ եմ սիրում, 5-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է, որի մի մասը անունը տենց է դրված, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է եւ տրվել է, ասեմ ավելին, էլի է տրվելու, այլ համամասնությամբ գուցե էլի է տրվելու, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Մի հատ էլ ասեմ, դա այդ մարդկանց ոչ ստացել են իրենց հասանելիքի այն նախատեսվածի մի մասը 8-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Իրար հետ դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ի 10-րդ անգամ ինչու են քիչ ստացել։ Որովհետև այո, դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտել։ Իհարկե նման մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հա։ Մենք գիտենք, հասկանում ենք, չէ, որ նման հարցադրումներ կարային լինեն, բացատրելու կարիք կարա լիներ, եւ մեր համար շատ ավելի հեշտ էր տեխնիկապես այնպես անել, ոնց որ խոսեցինք, հա, աշխատավարձի բանով անել, հա։ Հա, ինչ որ ձևով բան, բայց տեխնիկական պատճառներից ելնելով նաեւ վարչապետը ասաց, որ միջանկյալ լուծում է ընտրվել նման բան։ Եվ վերջին
10-րդ անգամ ասում ես թեման փակում ենք։ Դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այլ հարց է։ Չէ, լավ, մենք արի քաղաքական գործիչը եւ մեր այսօրվա դաշտի լրագրողը բարոյականությունից չխոսի։ Այդպես կարծում ճիշտ չի։ Երբ որ մենք հիմա դուրս գանք, կարծում ճիշտ չի։ լիքը մարդ նոր տարին դոմիկներում է դիմավորել։ Լիքը մարդ դիմավորել է անլույս, նաեւ լիքը մարդ Դուբայներում է դիմավորել, Եգիպտոսներում է դիմավորել, տարբեր երկրներում է դիմավորել, հյուրանոցներում լեփ-լեցուն, Հայաստանի Հանրապետության տարբեր ռեստորաններում է դիմավորել։ Այդտենց բաներ, այդ դեմագոգիա է։ Հարգելիս, ես իմ խոստումը չեմ կատարել, կգնաս, կընտրես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ ում որ կնախընտրես, կամ չգիտեմ, ելով կա այնտեղ, ով որ իր խոստումները կատարել է, հա, պայմանավորներ տենց։ Ես մի հարց էլի, դուք ես ճիշտ Ում ես ընտրում, որ միշտ է տենց ես, Ռոբերտ Քոչարյան, թե Սերժ։ Չեմ հասցնում որևէ ընտրության մասնակցել, որովհետեւ Այ վատ ես անում, այդ 20 րոպեն չես կարողանում գտնես գնաս ընտրում, պետք է ընտրությունների մասնակցես, այդ մի ձայնը կարող է դաշնակցությանը պետքական լինի, կամ Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Սիմոնյան, ես ուղղակի կուզեի դուք պարզաբանեք։ Էլ այդ հարցին չենք վերաբերվում։ Չէ, էլ չենք, արդեն 10 անգամ մի բան ասեց, չէ, այլ հարցեր կան։ Հա, կան։ Պետական ապարատից կայնեն կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանաք, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Նայեցում, ես դա չեմ քննարկում, ես որևէ քաղաքական գործիչ չեմ, պետական այր եմ, ես այնպես բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևէ այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։